Այսօրը ես պիտի լինեի Արցախում, այսօրը, երբ Հայաստանի Հանրապետության իշխանավորները, Հայաստանի Հանրապետության կառավարությունը խախտել է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, սահմանադրորեն իր ստանձնած պարտավորությունները արցախցիների հանդեպ, կարելի ասեց մեզ գցել է այս փողոցները, չգիտենք ուր ենք, ոչ առաջն ենք տեսնում, ոչ հետևն ենք տեսնում, ոչ կողքերն ենք տեսնում, ոչ մեզ կարգավիճակ է տրվում, որ արտաքին կարգավիճակ տրվի, բնական է պիտի միջազգայնորեն ճանաչվի, որին Հայաստանի իշխանությունները իրավասու չեն, ոչ ներքին տարհանված է ճանաչում, որտեղ որ ճանաչի, բնական է պիտի հոգա այդ կարիքները, բա ինքը ուր Այդ մարդկանց կարիքները ուր, չէ որ այդ եկած ինչ որ գալիս է, այդ էլ է անհետանում օդում եւ չկա ոչ մի, այսպես ասած, հրապարակում այն մասին, թե ինչեր է մուտք գործում արցախցիների համար, ուր են գնում եւ բյուջեով մեզ տրամադրվելիքները եւ չկա մեր իրավունքների պաշտպանություն, այսինքն թեպետ եւ 2023 թվականին ինքը հատուկ որոշմամբ մեզ ճանաչել է փախստական իբրև փախստական հավասարեցված ժամանակավոր կարգավիճակ է տվել, դրան հավասարեցված այնուամենայնիվ Հայաստանի սահմանից դուրս մենք համարվում ենք քաղաքացի Եթե փախստական ենք, ինչու մեզ կարգավիճակ չի տրվում, ինչու մեր ամենաէլեմենտար իրավունքները խախտվում են, ուր են ՀՀ իշխանությունները, գիտեն որտեղ են արցախցիները, գոնե քանակ ունեն, որ մասում ովքեր են եւ ինչպես են ապրում, ինչ վիճակում են, ինչ է անում Հայաստանի Հանրապետության իշխանավորները, թշնամանք հրահրելուց բացի հայաստանցի եւ արցախցի, ինչ է արվում Հայաստանի Հանրապետությունում։ Ես ինձ իրավունք չեն վերապահում այս պահին խոսել իր կրթական համակարգի մասին, որտեղ այն ինքնիստիկյան իր դասագրքերով հրատարակված, իր որոշումներով ցույց տվեց, որ ինքը զրո է, զրոյից մի քիչ էլ մինուս, որովհետև հունվարի 1-ից ինքը անցում է կատարում հին համակարգին, այսինքն ապացուցեց, որ նոր հանրակրթության պետական չափորոշիչով ստանձնած իր պարտավորությունները զրո են, դրա համար անցում է կատարում հինին գնահատման համակարգում հատկապես ու մնացած առումներով է այս պահին մարդու իրավունքների միջազգային պաշտպանության օրը, երբ մեր իրավունքները ոտնահարված են, երբ մենք պիտի նշեինք մեր սահմանադրության, մեր հիմնական օրենքի ընդունման օրը, երբ մենք պիտի նշեինք մեր անկախության հանրաքվեի օրը, որը նաև ճանաչված է այլ պետությունների կողմից, թեպետ եւ դե յուրե չի ընդունվում, համենայն դեպս մենք հայտնվել ենք դրսում եւ ոչինչ ներկայիս ապազգային իշխանությունները չեն անում մեր համար։ Դա վերաբերվում է նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, այնպես չէ որ այստեղ էլ մարդիկ հիասքանչ ապրում են այս հարկի ներքո եւ բնականաբար մենք կմատնվենք անուշադրության։ Իրականությունը սա է։